Նախորդին Բաքվի ռազմական դատարանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում ընթերցվել են 35-ամյա վաղեմության ցուցմունքներ, դրանք տեղ էին գտել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ 1988 թվականին Խորհրդային Միության գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի նյութերում։ Խորհրդային քննիչների հավաքագրած նյութերի հրապարակմամբ ադրբեջանական դատախազությունը փորձել է ապացուցել, որ Ղարաբաղյան շարժումը սկիզբ է առել հայկական կողմի բռնի գործողություններով, որոնք համակարգվել են Երևանից։ Վրաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ հաստատել է քաղաքական կուսակցությունների լուծարման մասին օրենքը, կառավարության նախաձեռնությամբ ընդունված օրենքով Վրաստանի սահմանադրական դատարանն իրավունք կստանա լուծարել քաղաքական այն կուսակցությանը, որի գաղափարախոսությունը կամ ղեկավար կազմը նույնական է նախկինում արդեն իսկ լուծարված քաղաքական միավորման հետ։ Դատարանը կուսակցության լուծարման վերաբերյալ վճիռը պետք է կայացնի առավելագույն 90 օրում, նախընտրական շրջանում այդ ժամկետը կրճատվում է մինչև 2 շաբաթ։ Վիճահարույց օրինագծի օգտին քվեարկել են 150 հոգանոց վրացական խորհրդարանի անդամներից 83-ը։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հարցում մենք ոչ չափից ավելի լավատես ենք, ոչ էլ չափից ավելի հոռետես, այսօր Թեհրանում մեկնաբանելով Վաշինգտոնի հետ բանակցությունները հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Միացյալ Նահանգների դիրքորոշման առումով ես խիստ հոռետես եմ, սակայն վստահ եմ իրանցի բանակցողների կարողությունների վրա, նշել է Խամենեին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խոսքով սկզբնական փուլում բանակցությունների մեջ մտնելու որոշումը լավ արդյունքներ է տալիս, բայց անգամ դրանից հետո հարկավոր է շատ ուշադիր լինել, որովհետև թե մեր, թե հակառակ կողմի կարմիր գծերը շատ հստակ են։ Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների առաջին փուլում Վաշինգտոնն առաջարկել է Թեհրանին իր տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի ողջ պաշարը հանձնել որևէ երրորդ երկրի, այդ մասին տեղեկացնում է բրիտանական Guardian պարբերականը, նշելով, որ շաբաթ օրը Օմանում կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան պատվիրակությունը չի բացառել, որ այդ երկիրը կարող է լինել Ռուսաստանը։ Թերթի տեղեկություններով իրանական կողմն ամերիկացիների այս առաջարկը մերժել է, Կրեմլից Guardian-ի հրապարակումը չեն մեկնաբանել։ Սպիտակ տունը մտադիր է 50%-ով կրճատել պետդեպարտամենտի ֆինանսավորումն, այս մասին հաղորդում է New York Times պարբերականը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ծառայողական փաստաթղթերը, դրանց համաձայն գալիք ֆինանսական տարում պետդեպարտամենտի բյուջեն կարող է կազմել 28 միլիարդ դոլար ներկայիս 54-ի փոխարեն։ Թերթի տեղեկություններով Թրամփի վարչակազմը մտադիր է կտրուկ կերպով կրճատել ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կառույցների ֆինանսավորումը, դադարեցնել պետդեպարտամենտի գծով իրականացվող բոլոր մշակութային և կրթական ծրագրերը։